Ամբողջ ոսկորներով իմ և համայն սրտով քեզ արժանի ծառայություն եմ բերում, հոգուս գլուխը երկրին խոնարհելով, ով ամենափառապած Աստված, որ բնակվում ես անմեկնելի լռության մեջ։ Նորոգությանս համար երկրի վրա սիրո խորան ես կառուցել, կամքիդ հանգստության համար մի վայր, սուրբ յուղով բարեկարգված մարմնեղեն տաճար, որ վեր է ցանկացած սրբությունից։ Դու այն լցրել ես քո սրբություններով, որպեսզի նրանում ծառայություններ մատուցվեն և հավիտյան փառաբանվեն քո սուրբ երրորդության երեկեությունները։ Քո սուրբ շնորհով ստեղծված աշխարհներին բացել ես այն անճարելի ուժը խորհրդավոր, որ անկարող են արարածներդ զգալ կամ ճանաչել զգայարաններով իրենց։ Հրեշտակային արարածները լռության մեջ հիացմունքով են տոգորվում քո հավիտենական ու փառավոր ուժի դիմաց, քանզի լռությամբ են նրան երկրպագում մտածողները բոլոր, սրբանալով և քեզ արժանի դառնալով։ Ոտքերիդ տակ եմ ընկնում, Տեր իմ, և քո սուրբ աջի, որ արարել և ինձ քեզ ճանաչող մարդ է դարձրել։ Սակայն ես մեղանչել և չարություն եմ գործել, և իմ, և քո առաջ, թողնելով քեզ հետ սուրբ շփումը, օրերս վատնելով ցանկասեր զրույցների։ Աղաչում եմ քեզ, Տեր, մի մեղադրիր ինձ պատանեկությանս մեղքերի, ծերությանս անգիտության և բնությանս տկարության համար, որն ինձ հաղթել և ատելի խորհուրդների մեջ է ընկղմել։ Սիրտն իմ կպչուն հեշտասիրության դեգերումներից ուղղիր դեպի քեզ և թող խորհրդավոր լույսն ապրի իմ մեջ։ Բոլոր ժամանակներում իմ հանդեպ քո շռայլած բարեգործությունները գերազանցել են բարու նկատմամբ կամքիս ամեն դրսևորում և սրտիս պատրաստակամությունը բարի գործեր գործելու։ Իմ հանդեպ քո հոգատարությունը չես զսպել երբեք և չես կամեցել ազատ կամքն իմ փորձել։ Հակառակը, ինչպես հայրն է հոգ տանում իր զավակի մասին, այնպես էլ քո հոգատարությունն է ինձ ուղեկցել։ Հայրական շնորհը քո այցելել է տկարությունն իմ և չի կամեցել փորձել կամքն իմ, քանզի դու, ճանաչելով ապրած կյանքիս ամենայն ժամ, գիտեիր, որ նորածնից էլ քիչ եմ գիտակցում, թե ուր եմ գնում։ Աղաչում եմ քեզ, Տեր, ուղարկիր օգնությունը քո բարձրյալ երկինքներից և հեռացրու սրտից իմ ցանկացած չար գործ և մարմնական ցանկություն։ Մի զրկիր ինձ, Տեր, պաշտպանությունից քո, որպեսզի թշնամին չգրավի ինձ և չկոտորի, ինչպես ինքն է կամենում, և չկործանի ինձ ամբողջապես, քանզի դու ես ով ապաշխարող, որ մեղսագործին թողություն է շնորհում և արտասվող սիրտ։ Այնպես, որ լացից բխող մխիթարության և արցունքների շնորհով ազատագրում ես սիրտն իմ նրանում ծանրացած մեղքի բեռից։ Կարեկցանքի դուռն եմ քո թակում, Տեր, օգնություն ուղարկիր բազում կրքերով և խավարով թունավորված և պառակտված պոռթկումներին իմ։ Վերքերս տեսնելու տառապանքն արթնացրու իմ մեջ, թեպետև այն չհամապատասխանի մեղքերիս ողջ ուժին, քանզի եթե մեղքերս ամբողջապես գիտակցեմ, Տեր իմ, չի դիմանա հոգիս դրանից բխած դառնագին ցավին։ Օգնիր վերածվեն թուլամորթ պոռթկումներն իմ ճշմարիտ ապաշխարության և թող թեթևանա մեղքերիս բեռն այս տառապանքների միջոցով, որ պարգևն է քո, քանզի առանց քո սուրբ շնորհի բացարձակ անկարող եմ անգամ իմ ներսում տեսնել մեղքերն իմ բազում, որպեսզի դրանց պատկերից կարողանամ հանդարտվել ես առատ ցրվածությունից։ Ով անուն Հիսուսի, բոլոր շնորհների բանալի, բացիր դուռն ինձ համար մտնելու գանձարանը քո, իմ ամբողջ սրտով գովերգել ու փառաբանել քեզ քո ողորմածության համար, որ ինձ հետ է մինչև աշխարհի վերջ, քանզի դու եկել և նորոգել ես ինձ նոր դարի գիտելիքով։ Գովերգում եմ քեզ, Տեր, սուրբ էությունը քո, քանզի էությունն իմ դարձրել ես քո խորհուրդների սրբավայրն ու տապանակը, քո բնակության վայրն ու աստվածությանը տաճարը։ Տաճարը նրա, ով կրում է գավազան նարքայության քո, ով կառավարում է գոյություն ունեցող ամեն բան, ով քո հավիտենական փառքի տապանակն է, քեզ ծառայող հրածին պաշտոնների նորոգումը, քեզ ճանաչելու ճանապարհը, քո տեսիլների տան դուռը, քո ուժի և միածին Հիսուս Քրիստոսի մեծ իմաստության միությունը, ով գաղտնիք վեր խոսքերից ու լռությունից,
Մարդացած եւ մեր նորոգության համար կամովին մարմնացած, բացիր դեպի քո խորհուրդները տանող ճանապարհն ինձ։ Լռության մեջ ազատ, նյութակերտ մտքերից ընթանել շավեղներով պարզ։ Հավաքիր միտքն իմ աղոթքի լռության մեջ եւ թող պապանձվեն իմ մեջ թափառող խորհուրդները։ Շնորհիվ խորհրդավոր աղոթքներով լի այս լուսավոր պաղատանքի եւ հիացմունքի։ Քո մեծության գահի առաջ եմ խոնարհվում Տերիմ, ես որ հող ու մոխիր եմ եւ մարդկության վիժվածք։ Բյուր հազարավոր հրեշտակներ եւ անթիվ սերովբեներ, հրե փառաբանությամբ եւ սուրբ շարժումներով իրենց հոգեվոր ծառայությունն են բերում քեզ, քո սուրբ էությանը, որ ծածկված է ցանկացած արարածի զգայարաններից ու գիտելիքներից։ Քանզի օժանդակությամբ քո Տեր, դու մոտ ես ամենքին ամեն փորձության ժամանակ։ Դուրը քո ամենայն ժամ բաց է բոլորիս խնդրանքների առաջ։ Դու չես արհամարհում մեղավորներին, եւ մեծությունը քո չի խորշում ամեն տեսակ մեղքերով արատավորված հոգիներից, այլ ազատում ես դու ամենքին չարիքներից անհամար։ Ազատում ես նաեւ ինձ, Տեր, ամբողջապես աղտոտվածիս, որին արժանի ես արել դեմքով ընկնելու քո առաջ եւ հանդգնելու իմ շուրթերով տալ սուրբ անունը քո։ Չնայած որ ամեն արատի անոթ եմ ես եւ անարժան կոչվելու Ադամի սերունդ։ Տուր ինձ, Տեր, լուսավորվել քո փառաբանությամբ եւ մաքրվել քո սուրբ անունը հիշատակելով։ Նորոգիր կյանքն իմ քո սուրբ շնորհից բխած բարի խորհուրդներով։ Մտածողության կողմնացույցն եղիր իմ քո մասին խորելիս եւ օգնիր ինձ մոռանալ ճշմարիտ ճանապարհից շեղող ամեն գործի մասին, մտածողության այն նորոգմամբ, որ դու ես հարուցում իմ մեջ։ Այնպիսի խնդրանքներ արթնացրու իմ ներսում, որոնք օգուտ կբերեն շնորհիվ քո սուրբ կամքի հետ իմ կամքի համաձայնության, քանզի դու ես աղոթողին աղոթք տվողը։ Ամրացրու իմ մեջ միասնական կամքը, որն ամենայն ժամ քեզ է նայում, եւ խորհուրդը, որ երբեք չի թուլանա քեզ ապավինելուց, հանուն քեզ անընդհատ մեռնելով։ Տուր ինձ, Տեր, որպեսզի ոչ թե անզգացմունք բարերով աղոթեմ քեզ, այլ սրտի խոնարհությամբ ու մտքի ապաշխարությամբ երկրին փրվելով։ Ով Աստված, բազում մեղքերիս հանդեպ քո համբերության շնորհիվ կյանք ես պարգևում ինձ այս աշխարհում։ Մի զրկիր ինձ նաև կյանքից գալիք, որին հուսով սպասում են տառապանքի մեջ քեզ փնտրողները։ Ով Քրիստոս, որի սերը սրբերին հեռացրել է ընտանիքներից, բարեկամներից եւ մարդկային հարմարավետ կացարաններից, այնպես որ բնական կրքերի ուժը պապանձվել է նրանցում քո սիրո քաղցրության առջև։ Տուր ինձ, Տեր, քեզ սիրելով ատել կյանքը իմ, եւ թող կենդանի մեռնեմ աշխարհի ամեն հաճույքի համար, եւ քո ուժով, Տեր, թող հանդարտվեն փոթորիկներն իմ անդամներում, եւ սերը քո թող հեռացնի ինձ աշխարհից եւ նրա հետ տուրևառություններից։ Գծագրիր մտքում իմ անտեսանելի միասնական պատկեր, որ հաղթվի ժամանակավոր եւ տեսանելի աշխարհի մասին ամեն մի քաղցր հիշողություն եւ մոլուցք։ Ծունր եմ խոնարհում վեհությանդ առջև եւ հողին եմ փռվում, Տեր, քանզի դու կենդանացրել ես ինձ, թեպետև քեզ չեմ խնդրել եւ անգոյ էի նույնիսկ։ Մինչև արգանդում ինձ ձևավորելը դու գիտեիր, որ կյանքն իմ անկանոն եւ ուխտադրուժ կլինի։ Սակայն դա չխանգարեց քեզ ստեղծել ինձ եւ շնորհել մարդկային արարածին հատուկ բոլոր իրավունքները, որ նախատեսել ես քո շռայլ կամքով։ Թեպետև նախորդ գիտեիր արատներն իմ բոլոր։ Դու գիտես նաեւ իմ խնդրանքները նախքան իմ իսկ իմանալը դրանց մասին, եւ գիտես աղոթքներս նախքան իմ հնչեցնելը դրանք քո առջև։ Աստված իմ, տուր ինձ այս ժամին նաեւ այն, ինչ դու անհրաժեշտ ես համարում խեղճ էությանս համար, որ վտանգված է։ Դու գիտես իմ հոգու տառապանքների մասին եւ քո ձեռքերում է նրա բժշկությունը։ Ով ուժ, որի շնորհիվ հայրերը մեր հաղթահարել են ահեղ եւ ահավոր թշնամու նկրտումները։ Մարդիկ, որ գտնվելով մարդուն հատուկ բազմաթիվ կարիքների մեջ, նմանվեցին երանելիներին, երկրի վրա ցույց տալով գալիք իրականության պատկերը։ Եվ դու մարդկային գերեզմանները, արվարձաններն ու ծերպերը դարձրել ես նրանց համար քո հայտնությունների վայրը։ Սիրտն իմ դու լցրու նրանց խորհուրդների ջերմությամբ, որ կոփվեմ նրանով եւ հաղթահարեմ բնական ցանկություններն ու հակառակորդների նկատմամբ վախը։
Ցանիր իմ մեջ խոնարհության գիտելիքները եւ դեպի քեզ ուղիղ ընթանալու անհագ ձգտումը։ Ով դկարների հանգրվան, ուղիղ ճանապարհ բոլոր մոլորյալների համար, ապաստան կյանքի հորձանուտներում սուզվածների համար։ Տապալիր հակառակորդի հպարտությունն իմ առաջ, քանդիր նրա հյուսած դավադրություններն իմ դեմ, նվաստացրու նրա չափազանց մեծամտությունը, քո խորհրդավոր ճանապարհները հարթեցրու մտքերիս առաջ, փորձանքների ժամանակ եղիր մխիթարությունն իմ եւ կողմնացույցը վտանգավոր վայրերում։ Ով արեգակ ճշմարտության, որի շնորհիվ արդարները տեսել են իրենց եւ հայելի են դարձել իրենց սենունդների համար։ Իմ մեջ բացիր քեզ ճանաչելու դուռը, շնորհիր ինձ սխալների ստորջրյա քարերին անսայթակ մնացող սուր միտք, քանի դեռ չհասնեմ քո այն լուսավոր հանգրվանին, որին հասել են իրենց բազում սխրանքներով քեզ գոհացրած հայրերն իմ։ Օրհնիր ինձ խորհուրդներով քո, լուսավորիր միտքն իմ քեզ ճանաչողությամբ, թող հույսը քո փայլատակի իմ սրտում, արժանացրու ինձ աղոթել այդ մասին։ Ով Աստված, Հայր իմ եւ Տեր իմ կյանքի, քո կանթեղը վառիր իմ ներսում, իմ մեջ սերմանիր այն, ինչ քոնն է, որպեսզի ես մոռանամ այն, ինչ իմն է։ Արթնացրու իմ մեջ քեզնով զմայրվելու ուժը, որպեսզի այն հաղթահարի ներհակությունը բնության։ Արթնացրու իմ մեջ գաղտնիքների տեսիլքը, որպեսզի գիտակցեմ այն, ինչ դրված էր իմ մեջ սուրբ մկրտությամբ։ Դու ուղեցույց ես տվել ինձ, որ ամենայն ժամ մատնանշի նա փառքը քո։ Դու կանխակալել ես ինձ լինելու այս աշխարհի աղն ու լույսը։ Թող որ չլինեմ սայթաքման քար իմ ընկերների համար, քանի որ ես թողել եմ աշխարհը, թող որ այլևս հայացքս չուղեմ նրա եւ այն իրերի վրա, որոնք դրժել եմ քեզ ուխտ անելիս։ Իմ սրտում դիր հաճելի կապանքներ, որպեսզի զգացմունքներն իմ չնայեն այն կածաններին, որոնք դուրս են քո օրենքներից։ Հավաքիր իմ պարտքումներն ապաշխարության տապանի համար, որպեսզի նրանում զմայլվեմ ես կենցաղային ցողի մեջ, մինչև որ հասնեմ հույսիդ նավահանգիստը։ Քո մասին հիշողություններով թող միտքն իմ փորձությունների մեջ խիզախություն ձեռք բերի։ Քո մասին գիտելիքների փայլը թող լուսավորի ճանապարհն իմ խավարից։ Արժանի արա ինձ հասկանալ քո սիրո գաղտնիքը, որն արտացոլված է զգայական աշխարհում քո ստեղծագործության, քո կողմից արարվածների կեցության մեջ եւ քո սիրելի որդու զոհողության խորհրդի մեջ։ Արարիչ մեր, դու որ քաջատեղյակ ես արատավոր բնությանս մասին, հեռացրու ինձնից հակառակորդի բռնությունը ու մեղքի ընդվզումներն իմ անդամներում։ Մաքրիր կրակը նրա իմ սրտում, մեկնիր բժշկող ձեռքը քո ջախջախված հոգուս, կապիր զգայարաններն իմ ներքին խաչի կապանքներով, բազմապատկիր իմ մեջ խաչյալի ճանաչողությունից բխած քո հանդեպ իմ սիրո լիությունը, միտքը իմ կենտրոնացրու խաչի վրա ամփոփված խորհրդին, ամրացրու իմ մեջ սիրելի որդուդ խոնարհության մասին հիշողությունները, ավելացրու իմ մեջ հրճվանքն ու զարմանքը ինձ համար կատարած քո գործերի հանդեպ։ Ով Աստված, նախքան աշխարհի հետ քո հաշտությունը տվել ես նրան միացնին քո, իսկ հաշտությունից հետո ժառանգելու աստվածության գահը քո։ Մի թող գերեզման իջնելու հույսից զրկվածիս եւ թող չհայտնվեմ մեղքերիս խավարում կապված, մեռած հավիտենության համար։ Շնորհակալ եմ Աստված աշխարհին տված քո շնորհի համար, քանզի արարածներն ի վիճակի չեն խոսելու այս հարստության մասին։ Եվ քանի որ ես նույնպես մասնիկն եմ այս աշխարհի, թող չզլանամ երախտիկիս բաժինն իմ մատուցել քեզ։ Ուստի գովերքում ու փառաբանում եմ անունը քո, որ ամենաթանկ գանձն ես տվել աշխարհին։ Եթե քո միածին որդուն ես տվել բոլորիս օգտի համար, միթե կա առավել մի բան, որ չես տվել քո արարածներին։ Աշխարհը խառնվել է Աստծո հետ, իսկ արարածներն արարչի հետ մեկ են դարձել։ Փառք քեզ քո անհասանելի նախախնամության համար։ Ճշմարտապես հզոր է խորհուրդն այս։ Փառք քեզ մեզնից թաքնված խորհուրդներիդ համար։ Արժանի արա ինձ Տեր, ճաշակել մեծ ու ծածուկ սուրբ խորհուրդը քո, որն աշխարհը դեռևս արժանի չէ ճանաչելու։ Գուցե սրբերին քո ցույց ես տվել դրա մի մասը, նրանց, ովքեր ապրում են այս աշխարհի ամեն բանից վեր։
Քրիստոսի խորհուրդների հոսքը օվկիանոսի ալիքների նման համակում եմ միտքն իմ։ Կցանկանայի Տեր պապանձվել նրանց առաջ և չխոսել, բայց նրանք սրտիս մեջ վառ ոսկորներն իմ այրող կրակի նման էին։ Խիղճն իմ հանդիմանում է ինձ ցույց տալով մեղքերն իմ։ Խորհուրդը քո ապշեցնում է ինձ, բայց նաև ստիպում նայել իր վրա։ Լռության մեջ ասում է ինձ. մի հապաղիր մոտենալ ինձ մեղքերիդ վախից, ով մեղավոր։ Քանզի հենց նրանց մասին մտորումների միջոցով է, որ կջնջվի իմ մտքից այդ աղտեղության ու մեղքի։ Ով ազատիչ բնությունից մեր, իմ անդամների ներքին կապանքներն ու արտաքին զգայարանների բացահայտ արգելքներն արձակիր, որ խանգարում են ինձ կլանվել քո դրախտի մասին խորհուրդներիդ մեջ, որպեսզի ճաշակեմ կենաց ծառից, որից զրկվեց Ադամը։ Փրկիչ իմ, պաշտպանիր ինձ դիվային գայթակղություններից Աստված իմ, ազատիր իմ խղճի թուլացումից, սիրտն իմ ողողիր քեզ ապավինելու շնորհով։ Հարություն ու լույս բոլոր աշխարհների, Հիսուս Քրիստոս, քեզ ճանաչելու պսակը թագադրիր հոգուս գլխին։ Անսպասելի իմ առջև բացիր քո ողորմության դարպասները, թող որ սրտիս մեջ փայլեն քո շնորհի շողերը։ Իմ մտքերին ուղեցույց եղիր, մինչև չհասնեմ քո սուրբ Սիոն սարին։ Արժանի արա ինձ այդ սուրբ քաղաքին, որտեղ մտել են սրբերն իրենց ընթացքի ավարտին։ Իմ կյանքի փոթորիկների մեջ խարիսխ, իմ տկարության պահերի հենարան, պատիվ անպատվությանս մեջ։ Հողին խոնարհած գլուխն իմ բարձրացրու, մի հանձնիր ինձ իմ հակառակորդի կամքին, հարմար պահ մի տուր նրան իր անամոթությունների համար։ Հսկայական անդունդ դիր նրա առաջ, որպեսզի չկանգնի ճանապարհին իմ և չանհանգստացնի ինձ։ Տուր ինձ, որ իմ կարճ և վայրկենական կյանքն անցկացնեմ ծառայելով քեզ։ Թող մոտ լինեմ քեզ կյանքիս ավարտին։ Արժանացրու կյանքիս մայրամուտն այգումդ դիմավորելու օրհնությանը։ Արժանացրու ինձ այն դինարին, որը սահմանել ես աշխատողներիդ համար։ Քո մեծահոգի կամքով, Տեր, այլ ոչ իմ գործերով։ Արժանի արա ինձ նույնիսկ իմ կամքի 11-րդ ժամին արթուն լինել քեզ ծառայելով։ Թող չկապի կյանքը իր հետ գայթակղություններով լի խոսակցություններով և թող չկապի ինձ իր խնդիրների վանդակում։ Ով Քրիստոս, որ լույս ես հագնում պատմուճանի պես, որ ինձ համար մերկ կանգնել ես Պիղատոսի առաջ, հանդերձիր ինձ քո լույսով, որով լուսավորել ես սրբերիդ։ Շնորհիվ, որի հաղթող են դուրս եկել նրանք այս աշխարհի հետ պայքարներում։ Ով Տեր, աստվածությունը քո թող հանգչի իմ մեջ և թող ուղեկցի ինձ աշխարհից վեր քեզ հետ լինելու համար։ Ով Քրիստոս, որ փառքիդ պատճառով բազում աչքերով քերովբեները չեն կարողանում անգամ նայել քո դեմքին։ Դու, որ սիրուդ դիմաց թքակոծություն ես ընդունել դեմքիդ, ջնջիր ամոթն ինձնից և քեզ բաց դեմքով աղոթելու շնորհ տուր։ Ով Քրիստոս, որ Աստծո առաջ մեր բնության պարտքը տալու համար երկար մնացել ես անապատում և հաղթել խավարի իշխանին, նրանից խլելով հաղթանակը, որով հրճվում էր 5000 տարի։ Ստիպիր նրան փախչել ինձնից, նրան, ով բոլոր ժամանակներում մարդկային ցեղին դրդում էր մեղանչել։ Խայտառակ խաչը, որ տարել ես ինձ համար, թող կամուրջ լինի դեպի խաղաղ հանգրվան ինձ համար։ Գլխիդ վրա փշե պսակը, թող պայքարի տապի ժամանակ փրկության վահան դառնա ինձ համար։ Դեմքիդ վրա թքակոծությունը թող պատրաստի ինձ բաց դեմքով երկրորդ գալստյանդ ժամանակ կանգնելու համար։ Թող քո սուրբ մարմինը, որ մերկացվել է խաչի վրա, թող քեզ սիրելու միջոցով խաչի ինձ այս աշխարհի և նրա ցանկասիրության համար։ Հագուստը քո, որ յուրացին մարդիկ ագահ, իմ աչքերի առաջ թող պատրի հանդերձանքը խավարի, որի մեջ ես ներքնապես թաթախված եմ։ Քեզնից դուրս ժայթքած ջուրն ու այրունը թող ստրկությունից ազատման գիրք դառնան ինձ համար։ Քո մարմինն ու այրունը, խառնվելով մարմնիս հետ, թող իմ մեջ գրավ լինի առ այն, որ չզրկվեմ քեզ մշտապես տեսնելուց։
Հավատքի խորհուրդը, որը պահել եմ անբից, թող իմ մեջ պահպանի արժանափառ մի բան, երբ աշխարհը պատրաստվի քո գալուն, եւ թող դրանք լրացնեն իմ սխրագործությունների պակասն այնտեղ։ Եվ թող քո սուրբ գահի առաջ այն սարսափելի ժամին, երբ այրունն ու մարմինը քո զոհաբերեցիր մեր փրկության համար, հիշատակեն բոլոր հայրերն ու մայրերը, ովքեր աշխարհից թաքնված եւ միայն քեզ հայտնի սարերում, արվարձաններում, ժայռերում, դաժան վայրերում ու անապատներում են անցկացրել իրենց ժամանակը, ովքեր մահացել, բայց դեռ կենդանի են ու ծառայում են քեզ հոգով իրենց եւ մարմնով։ Նրանք, ովքեր թողել են ժամանակավոր կյանքնում, մեռած են այս աշխարհի համար, քանզի նրանք դուրս են եկել քեզ փնտրելու եւ ճգնության ու տառապանքների մեջ գտել են քեզ։ Ով արքա բոլոր աշխարհների եւ բոլոր ուղղափառ հայրերի, որոնք հանուն ճշմարիտ հավատքի դիմացել են փորձություններին եւ հալածվել են, ովքեր վանքերում, խցերում, անապատներում, անմարդաբնակ վայրերում ամեն օր ձգտել են քեզ գոհացնել, թող քո օգնությունը ուղեկից լինի նրանց։ Սաղավարտ եղիր նրանց համար ամենայն ժամ, մշտապես ուղարկելով քո սուրբ մխիթարանքը։ Միտքը նրանց կապիր քեզ հետ բոլոր մակարումներում եւ թող նրանցում ապրի սուրբ երրորդության ուժը։ Եվ թող քեզ ծառայեն մինչև իրենց կյանքի մայրամուտը բարի խղճով ու վարքով։ Արժանացրու նրանց խաղաղ հանգրվանի կենդանության օրոք իրենց, իսկ նրանց, ովքեր դևերի դեմ բացահայտ կամ ծածուկ պայքարի մեջ են, օգնություն ուղարկիր Տեր, եւ քո շնորհով հովանի եղիր նրանց։ Փրկության սաղավարտ դիր նրանց գլխին, ջախջախիր թշնամու ուժը նրանց առաջ եւ թող քո աչքի զորությունը օգնի նրանց բոլոր ժամանակներում, որպեսզի իրենց մտքում չդադարեն անընդհատ հուսալ քեզ։ Հագցրու նրանց խոնարհության սպառազինությունը, որպեսզի նրանցից բարձրանա քաղցրահամ անուշահոտություն, ամեն վայրկյան գոհացնելով կամքը քո։ Եվ թող հիշվեն քո առաջ նաև նրանք, Տեր, ովքեր տառապում են սուր ցավերից եւ մարմնական դառը հիվանդություններից։ Ուղարկիր նրանց ողորմության հրեշտակին եւ հանգստացրու հոգիներն ու դառնակին տառապանքներից հյուծված մարմինները նրանց։ Գթա Տեր նաև նրանց, ովքեր գտնվում են դաժան, չար ու անաստված բռնակալների իշխանության տակ։ Շուտով ուղարկիր ողորմության հրեշտակին եւ ազատիր նրանց անաստվածների ձեռքից։ Տեր իմ եւ Աստված իմ, մխիթարությունն ուղարկիր բոլոր անմեղներին, ովքեր տարաբնույթ փորձությունների մեջ են հայտնվել։ Օրհնիր Տեր արյունով տոցված քո սուրբ եկեղեցի։ Թող նրանում ապրի իրական խաղաղությունը, որ դու տվել ես քո սուրբ առաքյալներին։ Եկեղեցու զավակներին անսասան ու սուրբ սիրով կապիր միմյանց, այնպես որ խառնակիչն անզոր լինի նրանց դեմ։ Հեռացրու եկեղեցուց արտաքին ու ներքին հարձակումներն ու խռովությունները, կռիվները, եւ թող թագավորներն ու քահանաները կապված լինեն մեծ խաղաղությամբ եւ սիրով, որպեսզի միտքը նրանց հակված լինի ամենայն ժամ քեզ տեսնելու։ Եվ թող քո սուրբ հավատքը պարիսպ լինի հոտիդ համար։ Իսկ ինձ, մեղավորիս, նրանց աղոթքներով արժանացրու ցանկացած պահի քո սուրբ աչքի պաշտպանության ներքո լինել, ինչը ամենակալ քո նախախնամությունն է։ Ամեն։ Աղաչում եւ պաղատում եմ քեզ, Տեր, արժանացրու բոլոր մոլորյալներին ճշմարտապես ճանաչելու քեզ, տեսնելու փառքը քո։ Նրանց համար էլ, ովքեր հեռացել են այս աշխարհից զուրկ բարեգործություններից եւ անհավատությամբ, պաշտպան եղիր նրանց համար հանուն այն մարմնի, որը վերցրել ես նրանցից, որպեսզի մեկ միասնական մարմնով բոլորս փառավորենք Օրը, Որդուն եւ Սուրբ Հոգուն երկնային արքայության մեջ եւ այն բավականության, որն ավարտ չունի հավիտյանս հավիտենից։ Ամեն։